Քարոզի վերնագիրը կլինի սիրելի ինչ-որ սրտումս կա քարոզելու վերնագիրը կլինի ինչպես դառնալ պարաթող կամ աղեքող ինչպես դառնալ աղեքող կամ պարաթող մենք Սևնացանի առակը սիրելիներ Կարդում ենք Սևնացանի առակը, որը գրված է 13:18-ից Մատթեոս ավետարան 13:18-ից 23 խոսքը։ Ահա դու Սևնացանողի առակը լսեցեք։ Այն ամենը, որ թագավորության խոսքը կլսե, միտք չի առներ, շարեք ու գա անոր սրտի մեջ ցանված կապշտակին։ Ասիկա է ճամփուն կողմը ցանված է։ Ապարաշիտ տեղի վրա ցանվածանի երբ լսե խոսքը շուտ ուրախությամբ ընդունի զանիկա, բայց իր մեջ արմատ չունենալով քիչ ժամանակ կտևե, երբ նեղություն հալածան գլա խոսքի համար շուտ մը կգայթակղի։ Փշերի մեջ ցանված այն է, որ լսե խոսքը, աշխարհի զբաղմունքը, հարստյան խաբեությունը, խոսքը կխեղդեն կլամպտու, իսկ աղեկ հողի մեջ ցանվածը այն է, երբ կլսե խոսքը միտ կառնե, պտուղ կուտա, որը 100, որը 60, որը 30։ Սիրելիներ, այս Սևնացան առակը առաջի երկուսը շատ պարզ են, հասկանալի են, ամբողջ աշխարհի հավատացյալները, սիրելիներ, այս փշերի վիճակի մեջ կաղում են, շատերը։ Եվ ուշադրություն դարձրեք այս առակը ոչ թե միայն գրված է Մատթեոսին, այս առակը գրված է նաև Մարկոսի 4-րդ գլխում, այս առակը գրված է Ղուկասի ավետարանում, այս առակը նաև խոսում է Հովհաննես Սարաքյալը, ասմացորենի հատ է թե հողի մեջ իններով չմեռնի, այսինքն բոլոր աշխարհի զբաղմունք, հարստյան խաբեություն, բոլոր 5 կետերը, որոնք մենք խոսենք, այդ բոլոր փշերը չմեռնի, պտուղ չի կարող լինել։ Դրա համար Աստված Սուրբ Հոգին թույլ է տվել, Աստված հրամայել է այս առաքյալներին, որպեսզի խորը ձևով սա բացատրել։ 4 ավետարանում եւ ամեն ավետարանի մեջ, երբ որ կարդում ենք սիրելիներ, Մարկոսի ավետարանում, երբ որ ընթերցում ենք, տեսնում ենք, այնտեղ ուրիշ բան է գրված փշերի մասին։ Մարկոսի 4-րդ 19-ից 20 խոսքերը։ Աշխարհի զբաղմունք, հարստյան խաբեություն, ուրիշ բաների ցանկություն, մեջ մտնելով խոսքը խեղդել։ Այստեղ ավելացավ աշխարհի զբաղմունք, հարստյան խաբեություն, ավելացավ ուրիշ բաների ցանկությունը։ Աղեկ հողի մեջ ցանված այն է, խոսքը կլսե, կընդունի, եւ պտուղ կտա մեկ ուտեղը 30, մեկ ուտեղը 60, մեկ ուտեղը 100։ Այնտեղ գրած է միտ կառնել, այստեղ գրած է ընդունել։ Ուրեմն շատ կարևոր է միտ կառնել եւ ընդունել կետերը, որպեսզի դառնանք պարաթող։ Ղուկասի ավետարանի 8-րդ գլխի մեջ 14-ից 15 համարները 8-րդ գլուխ 14-15։ Փշերի մեջ ինքած անոնք են, որ կլսե, բայց հոգսերով, հարստությունով եւ այս կյանքի ցանկուց զբաղված խոսքը կխեղդե կլամպտու։ Աղեկ հողի մեջ ցանվածան է, բարի հոշար սրտով լսելով խոսքը կընդունեն, համբերությամբ պտուղ կտան։ Ես հիմա թվում եմ այդ 5 կետերը փշերի մասին, 5 կետերը պարաթողի մասին կամ աղեկ հողի մասին։ Աշխարհի զբաղմունք, հարստյան խաբեություն, ուրիշ բաների ցանկություն, հոգսեր եւ այս կյանքի ցանկությունները խոսքը խեղդում են եւ մարդը դառնում պտուղ։ Աղեկ հողի մեջ ցանվածը կլսի միտ կառնի, սրտով կընդունի, բարի հոշար սրտով եւ համբերության պտուղ։ Էլի 5 տեսակներ են, որոնք օգնելու են մեզ բարի հող դառնալու համար։
Ես խորը համոզված եմ սիրել հոգևոր կյանքի մեջ ապրելով, ավելի համոզված եմ, որ աշխարհի մասշտաբով եմ կարող անցնել, փշերի մեջ ցանված հավատացյալների թիվը ավելի շատ աշխարհում, քան թե պարաթողի։ Որտեղ ժողովուրդը սիրում է հավատալ, սիրում է օրհնվել, սիրում է բժշկվել, սիրում է հայտնություններ ունենալ եւ այլ եւ այլն։ Բայց քիչ մարդիկ կան, որ սիրում են արդյունք թափել, որ ցնծության հնձեն։ Շատ քիչ մարդիկ կան, որ արդյունք են թափում փշերից ազատվել, պարաթող դառնալ։ Շատ քիչ մարդիկ են դրա։ Հիսուսն էլ ասեց. «Նեղ է այդ դուռը ու նեղված այդ ճանապարհը, որ քչերը կգտնեն»։ Միտեղ էլ ասում է, «Ջանք արեք, որ նեղ դռնից մտնեք»։ Շատերը մտնել պետք է ուզեն ու պետք է չկարենան գտնել։ Այո, սիրելիներ, մենք տեսնում ենք Աստվածաշնչում է նաև Հակոբը 12 զավակ ուներ, բայց մեկը միայն անցավ լավ ճանապարհ եւ օրհնյալ վիճակի հասավ։ Փարավոնի պալատներում շատ մարդիկ կային, շատ թագավորներ, իշխաններ, զորավորներ կային, մեծ մեկը միայն Մովսեսը թողեց թագավորական պալատ, գնաց Հիսուսի հետևից, գնաց Աստծո հետևից։ Դրա համար սիրելիներ, իսկապես շատ քիչ մարդիկ կան, որ պարաթող են ուզում դառնալ։ Ես խորը համոզված եմ, ովքեր պարաթող չեն, թող չնեղանան այդ քույր եղբայրները, ովքեր որ այդ վիճակ պարաթող չեն, աղեք հոգ չեն, նրանք հավատացյալ չեն։ Թեկուզ ջրով հոգով կարող մկրտված լինի, բայց փշերը լիքը մի մեջ են։ Հազար մի ցանկություններ կան մարդի մեջ, հազար մի հոգսեր կան խեղդում են մարդի։ Ասում եմ ոնց անեմ եղբայրը ես հոգսերը խեղդում են։ Սիրելիս, Աստվածաշնչում գրված է, դու պետք է հավատաս, ասում է ձեր հոգսերը ինձի տվեք։ Ես ձեզ համար հոգս եմ անում։ Այդ ինչ հոգս պետք է անես, որ Աստծո ուժեղ անես։ Ինչ պետք է կարես հոգս անես։ Դու քո հոգսը հանձի Տիրոջ։ Ինչ ես հոգսի բեռան տակ մտնում։ Միթե Աստված քո հոգսը չի կարող վերցնել։ Ես ասեմ ուշադիր եք սիրելիներ։ Փշերը, մեր միջի փշերը, մեզ միշտ տանում են տուփիկի։ Մեր միջի փշերը, մեր բոլոր տառապանքները, արցունքները, դժվարությունները առաջանում են փշերից։ Փշերից են առաջանում։ Գեզին օրինակ ինչի պետք է բոլորտեր։ Ինչի պետք է բոլորտեր։ Անասապիրան պետք է մեռնի։ Փշերից։ Փշերը։ Այսօր շատերը ուրիշի փշերի մասին լավ են խոսում, բայց իրաց փշերի մասին չեն խոսում։ Ես հոգևոր կյանք ապրել եմ, հասկանում եմ, որ եթե մարդը ուրիշի կուրս ծեծել գիտի, նա չի ապաշխարի։ Նա հավատացյալ չի դառնում։ Հավատացյալ մարդ իր կուրսն է ծեծում։ Հավատացյալ մարդը իր փշերից ազատվել է ուզում։ Ինչ օգուտ սա փշերից ազատվել եք պարաթող եք տար, ես փշեր ունեմ։ Ինչ օգուտ ես։ Ես պիտի փշերից ազատվեմ։ Փշերից ազատվեմ, որ պարաթող դառնամ, պտուղ տամ։ Ես խորը համոզված եմ, Աստվածաշնչից ելնելով, որ ոչ մի մարդ չի ծնվի աշխարհեկե պարաթող, տես մարդ չկա աշխարհում։ Նայեք, բանսի մարդի ներսեն, մարդոց սրտեն կելեն չար խորհուրդներ, անառակություններ, սպանություններ, գողություններ, ագահություն, ինչ չար բաներ ասեց մարդի մեջ։ Բոլորն են ծնված են այսպիսի սրտով։ Ոչ մեկը պարաթող չի։ Հանկարծ մտածեք մի հատ պարաթող մարդ ծնվել է տենց աշխարհում։ Բոլորն են ծնվում են չար սրտով։ Աստված ուզում է մեզ իր փշերից ազատի։ Պարաթող դարձնել։ Մի կարծեք պարաթող դառնալը հեշտ գործ է։ Եթե պարաթող դառնալը հեշտ գործը Հիսուս չէր ասի, նեղ այդ դուռը, նեղ այդ ճանապարհը, որ քչերն եք։ Դրա համար սիրելիներ,
Եթե ես հավատք չունեմ Աստծո խոսքի վրա, մարդին բժշկողը Աստծո խոսքն է, մարդին ազատագրողը Աստծո խոսքն է, նայեք, մարդին ինչպես է բժշկում Աստծո խոսքը, սիրելի, ինչպես է բժշկում Տերը։ Եզեկիել 36-րդ գլխում կարդում են 25 խոսքում, Եզեկիել 36-25, ձեր վրա մաքուր ջուր սրսկեք, պիտի մաքրվեք ձեր բոլոր պղծուներից, ձեր բոլոր պուրկերից երդի մաքրվեք։ Աստծո խոսքը մտավ քո հոգու մեջ, քո սրտի մեջ։ Նա բոլոր պղծությունը պուրկերից ազատում եւ նոր սիրտ աստեղծում քո ներս։ Նոր սրտի մեջ, սուրբ սրտի մեջ փուշ չկա։ Ով սուրբ սիրտ չունի, նա փուշերի մեջ լցված է։ Այսօր եթե դու սուրբ սիրտ չունես, դու փուշերի մեջ լցված ես։ Ինչքան ուզում ես փուշ չունեմ, բայց ունես։ Որտեղ մի բան քեզ խեղդում է, չի թողում դու աճես։ Եթե աճող ունես, պտուղ, պարատ հողեղար, պտուղի մասին մի մտածի, իրանյան կտրա։ Եթե դու պտուղ ես ուզում, հոգևոր պտուղ, այսօր շատերը մարդիկ կան, ես ճանաչում եմ, երկար տարվա հավատացյալներ են, մի քիչ խոնարհություն չունեն, մի քիչ համբերություն չունեն, մի քիչ հեծություն չունեն, երկու խոսքից բորբոքում են, երկու խոսքից նեղանում են, վիրավորվում են, բայց Աստծո խաղաղություն ուր է, բայց Աստծո սերը ուր է, այդ պտուղները ով տունեն, եթե մեզ չի վերագրում, ուրս մենք հավատացյալ չենք, եթե մեզ չի վերագրում։ Դրա համար սիրելիներ, Աստծո խոսքը, տեսեք ինչքան զորավոր է, որ կարող է մտնել քո հոգու աշխարհը, բոլոր փշերը արմատախիլ անել, փոխել քո սիրտը, պարատ հող սարքել քո սիրտը, Աստված այդ նոր սրտի վրա է գրում իր խոսքերը, եւ մելանով չի գրում, Սուրբ Հոգու զորությամբ է գրում, որպեսզի դու կարողանաս նրանով ապրես։ Սիրելիներ, մարդ արարածը, տեսեք ինչքան ապականված է մարդը, որ սատանի մի խոսքին հավատալով, սատանի մի խոսքին, սատանան ասեց, Աստված գիտի այն օրը, որ ուտես աչքերդի բացվեն, Աստվածների պես դրած շարն ու բարի գիտնալու։ Մեկ խոսքին հավատալով սատանի, հավիտյան կուրացավ, հավիտյան մեռավ։ Աստված 66 գիր գրել է, որ կարողանա այդ կուրությունը բացել, կարողանա մարդին սարքել պարատով։ Ինչքան պրոբլեմ կա մարդի ներս, ինչքան ապականված է մարդը, ինչքան մեղքի գերի է մարդը, մի բան անում է, որ լավ լինի, մյուսն է ծլում, ինչ անում է ծլում է, չի ստացվում, որովհետև հոգևոր կյանքը գոյություն ունի լիարժեք ազատագրվել մեղքի կյանքից, լիարժեք ազատվել քո մեղքի բնությունից, լիարժեք ազատվել ամեն չարիքից։ Աստված ինձ քեզ չի բերել, որ պարաթող չդարձնի, Աստված ինձ ու քեզ հավատքյա բերել, որ պարաթող սարքի, սարքի պարաթող, սա Աստծո գերագույն ցանկությունն է։ Աստված ուզում է, ես ու դու դառնանք պարաթող, իսկ դրա համար ինչ է պետք անել ինձ ու քեզ։ Ես մտածում եմ ինձ ու քեզ անել, պետք է հավատալ սատանային հակառակ հավատքով։ Ոչ թե հավատալ այս գրվածին, որ սատանան հավատացրեց, հավատանք հակառակը, տեսեք, մի մարդ, որ այս խոսքին հակառակ է խոսում, այս խոսքին հակառակ է բացատրում եւ մեզ ուզում է սովորացնել, հասկացնել, որպեսզի մենք այդ ճանապարհով գնանք եւ հասնենք տեղ։ Սիրելիներ, տեսեք, այս մարդը ինչ արեց, որ ճիշտ հակառակ միտք ունեցավ։ Ինչպես տեղ ունեցավ, տեսեք,
ոնց է բարի հող դառնում ես մարդը։ Դեսեք ինչ ասում։ Ես քո վրայով ականջի լերով լսել էի, բայց հիմի աչքերս կտեսնի քեզ։ Անոր համար իմ անձս արհամարում եմ, հողի մոքրած զղջում եմ։ Ընդեղ աչքերը բացվավ դի Աստված ունես։ Ստե աչքերը բացվավ իրան արհամարում եմ։ Խիստ հակառակ։ Հողի մոքրած զղջում եմ։ Տեսնում եք։ Ընդեղ աչքերը բացվում է Աստված է դառնում, ստեղ աչքերը բացվում է իրան արհամարում հողի մոքրած զղջում։ Հիմի որ ճամփ դառնենք, այնի տեսի։ Եթե ուզում եք ես ճանապարհը բռնել, հետաքրքիր է, ինչպես եղավ որ հողի աչքերը բացվան։ Հողը ինչի էր հուսում, հետաքրքիր է, ես ուզում դա ցույց տամ։ Դա ցույց տամ Սուրբ Գրքի մեջ։ Այսօր եթե դու դրան չես հուսում, աչքերները չի բացվի եւ դու այդ վիճակին չես հասնում։ Բայց տակավին այս մխիթարությունը պետք է ունենամ անվողոն ցավի մեջ պիտի ուրախանամ, որ ես Սուրբի խոսքերը չուրացա։ Ուշադրություն դարձրեք այս մարդի հավատքի ինչի վրա էր։ Այս մարդի հավատքը հենված էր Աստծո խոսքի վրա, ոչ թե իր խելքի վրա, ոչ թե իր զգացմունքերի վրա, իր հասկացողության վրա, իր հավատքը կառուցել էր Աստծո խոսքի վրա, անվողոն ցավի մեջ պիտի ուրախանա։ Ոնց է ուրախանալու։ Անվողոն ցավ, որ այդ ցավը սարսափելի է։ Այդ ցավը մարդի մի հատ երեխա հիվանդում վերջերս մի հատ եղբայր թորը, երեխան չէ, թորը։ Տարին հիվանդանոց բժիշկներ ասեն երկրորդ կյանք հատել։ Անենց էր ողբում, անենց էր կորցրել իրան։ Զանգեց ինձ մի աղոթեք Աբդուրռահման Բանեսյանյան։ Վերջ աղոթեցինք, Աստված ողորմություն արեց։ Այսինքն հարցը նրանում չի, որ մի թոր անդամեն վատացել կորցրել է իրան, բա որ 10 երեխան դիակ շարանթել է թշկի։ Էսի մենք չենք հասկանում, էսի մենք կարդում ենք ուղղակի։ Եթե մենք սա հասկանանք ինչ բան է, լավ 10 երեխան մեռան, նեսվածքը փչացավ, բա որ իրեն որդնա։ Սատանան կարող է քնացել, չէր ասում, քո փառքի տակ Աստված հրդեհ է վառել։ Սարքելա քեզ բոնջ, հələ դու հավատում ես Աստծուն։ Հələ դու Աստծուրա հույս ունես։ Իրակին ինչ էր ասում նրա։ Իրակին ինչ էր ասում, նայեք ինչ էր ասում։ Ինը Սավանոր, դու տակավին քո կատարելության մեջ հաստատ կկենաս։ Ասիկ նրա կատարելությունը Աստծու խոսքին հավատքի մեջ է։ Եվ հով ասես նրան, Աստծու դեմ հայերու մերիր, հովը Սավանոր, դու անզգամ կնոջ պես կխոսիս։ Աստծու ձերքեն միայն բարիքներ ընդունենք, չարիքներ չընդունենք, այս ամենու մեջ հովի շուրթերով չմեղանչեց։ Ինչը չթողեց իրան մեղանչելու շուրթերով, Աստծո խոսքը սրտի մեջ պահում էր։ Դրա համար գրքում գրված է, քո խոսքերը թաքցրին սրտում, որ չմեղանչեն քո առաջ։ Հովը նա հավատում էր, որ Աստված բարի է եւ կյանք կա։ Նա այսպես էր հավատում։ Նա չէր կասկածում անգամ Աստծու սպանելու մեջ բարություն էր տեսնում։ Տեսեք ինչ ասում։ Թևանիկա զի սպանի, ես անոր պետք է հուսամ։ Հզոր հավատացյալը նա չի, որ միշտ օրհնում Աստված ինքն զորավոր ձևով փառք։ Հզոր այն մարդն է, որ Տերը թողել է իրան, բայց ինքը Տիրոջ չի թողում։ Եվ հավատում ասում է, թե որ նա ինձ սպանի, ես նրան պետք է հուսամ։ Նա ինձ փրկիչն է, նա ողջ է։ Փառավորվի նրանում։ Մեր հավատքը թող բժշկվի, մեր հավատքը կառուցվի Տիրոջ խոսքի վրա։ Այդ խոսքը կարող է քեզ պարաթող սարքել։ Ոչ մեկը չի կարող պարաթող սարքել։ Եվ այդ խոսքը ինչպես պետք է ընդունես, որ պարաթող սարքի։ Սուրբ Գիրքը կարդում ենք մեզ շատ հետաքրքիր, զորավոր ձևով Սուրբ Գիրքը բացատրում է, որպեսզի մենք հավատանք այդ խոսքին։ Տեսեք ինչ ա գրած։ Այս իմ խոսքերս ձեր սրտի հոգու մեջ դրեք։
Լսեք ոնց ընդունենք Աստծո խոսքը։ Հենց իմիջալոց խելքով չընդունենք ու վերջ։ Ձեր սրտի եւ հոգու մեջ տրեք։ Ինչ է նշանակում սա։ Մենք գիտենք մարդը ունի մարմնավոր սիրտ, որի մեջ արուն կա, եւ այդ սիրտը որ աշխատում ամբողջ մարմնի օրգանիզմներում արուն կա, որտեղ փորձես ճղես, արուն է տալու։ Մարդը բացի մարմնավոր սրտից, որ արուն կա մեջ, ունի հոգևոր սիրտ։ Հոգևոր սրտի մեջ դիտել։ Հոգևոր սրտից էլ պետք է անցնի հոգու աշխարհը։ Այսինքն հոգու աշխարհը որտեղ փորձես նայես, այնտեղ Աստծո խոսքն ես։ Որտեղ նայեք։ Հոգու աշխարհը մարդի կամքն է։ Այսինքն քո կամքը լինի Աստծո խոսքը, Աստծո օրենքը։ Քո կամքը լինի Աստծո օրենքը։ Դու կամք չունենաս, միշտ ուրանաս քո կամքը։ Քո մտածելակերպը, քո միտքը պետք է լինի Քրիստոսի միտքը, որ ճշմարտությունը նա է, ուրիշ ճշմարտություն չկա։ Քո բոլոր զգացմունքները, հոգեկան աշխարհի ինտելեկտները, բոլորը աշխատի Աստծո խոսքով։ Հոգու մեջ դնել եւ երկրորդ օրինաց 11-ի 18 եւ 21-ում ասում է, որպեսզի օրերը շատանան, իբրև երկնքի օրեր ապրի երկրի վրա։ Երկնքի օրերը մարդ ոնց ապրի երկրի վրա։ Այսինքն հարություն առնում Քրիստոսի հետ եւ հոգով նստում է երկնավորների մեջ։ Հոգով։ Մարմնով մարմնի մեջ ապրում, բայց հոգով Աստծո հետ ապրում։ Հոգու մեջ դնել, կամքի մեջ, զգացմունքների մեջ, խղճի մեջ, ամեն ինչի մեջ շաղախվի Տիրոջ խոսքը։ Հոգու մեջ, այսօր շատ քիչ մարդիկ են հոգու մեջ Աստծո խոսքը դնում։ Ուրեմն իմ սրտից պետք է հանեմ ամեն կեղտոտ բաներ, չէ՞ որ հոգու մեջ դնեմ։ Իմ հոգու միջից դիմերժեմ բոլոր աշխարհային ցանկությունները։ Եվ կարծում եմ, որպեսզի Աստված դառնա այդ մարդի բաժինը, Աստված մարդի էությունը դառնա, ձեզ թվում է թե շատ հեշտ է որ մարդը դառնա, Աստված դառնա մարդի բաժինը։ Սուրբ գրքի մեջ Երեմիա մարգարեն մեծ տառապանքով հասավ դրան, մեծ դժվարությամբ հասավ դրան, այդ դժվարությունը ապրեցին շատերը, բայց չհասան։ Բայց Երեմիան հասավ, տեսեք այս մարդի դժվարությունը, ինչպես է հասնում, որ իր հոգու բաժինը, հոգու ծարավը, հոգու ուրախություն ու կյանքը լրիվ Աստծո մեջ է տեսնում, նայեք ինչ ասում։ Ես են մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանով, զիս տարավ խավարի մեջ պծուց ոչ թե լույսի մեջ, զիս մուտեղ նստեցուց, շատ խոսում էր ազների պես, իմ բոլորտից ցանկ հաշեր, չեմ կրնա դուրս ելել շրտունը զանացուց, մինչև անգամ աղակած, կանչած, ատենս, անիկա իմ աղոտքս մերժեց։ Աղոթում է, բայց մերժում աստանում։ Ասմանիկ ինքին դարանակալ արջի պես, ծացուկ տեղը պահված առուցի պես եղավ։ Ինչ ամպաներս խոտորեցուց, զիս պատրեց, ամայի արեց։ Ուսի կորսվեցավ իմ զորություն ու ակնկալությունս Տիրոջից։ Ամայի արել լրիվ, որ իրան չապավինի, կորսվավ այն զորությունը, որով ես ապավինում է Աստծուն, իմ մարդկային ուժերով որ ապավինում է։ Այսինքն մարդը ամբողջությամբ մեռավ հոգեպես, չնջվավ, խաչվավ եւ տեսեք ինչ է աճում նրա մեջ։ Այդ նույն գլխում ադրած։ Իմ հոգիս սավ, երբ որ մարդի մարմնավոր բոլոր բաները կորում են, մարդի հոգին կենտրոնում է, մարդի հոգին ահակում է, լեզուն չի, գաղափարը չի, շուրթերը չի,
հոգին կենթանանում է։ Եվ տեսեք ինչ ասում, իմ հոգիսը սա, Տեր իմ բաժինս է, այս պատճառով անոր պիտի ուսա։ Ձեկ ոնց է դառնում պարաթով, դժվարությունով, արցունքի ճանապարհով, նեղության ճանապարհով, բաժինս, ես չեմ զարմանա, որ մեծ հոգևոր մարդ ունի, կարող է անվանի անունով, բայց իր բաժինը դեռ Աստված չունի։ Տեսեք Սուրբ գրքում գրված է։ Մեծ հոգևոր առաջնորդ մարդ էր, բայց այդ մարդի բաժինը, տեսեք ինչ ասում Աստված։ Ահարոնը գիտեք, 3 միլիոն մարդիկ հանապետ էր։ Տերը սավ Ահարոնին, անոնց երկի մեջ դու ժառանգություն չունենաս, անոնց մեջ բաժին չունենաս, Իսրայելի որդների մեջ քու բաժինը, ժառանգությունը ես եմ։ Մարդը կարող է մեծ քանապետ դիսա չունենա։ Եթե ունենար Տերը չէր ասի սա։ Տեր ասեց, քո բաժինը, քո ժառանգությունը ես եմ։ Եթե մարդի ներսը, մարդի բարի հոշար ցանկությունը, որ Աստված իր սրտի բաժինը չլինի, իր հոգի բաժինը չլինի, նա ոնց է դառնալու պարաթով։ Սիրելիներ, սրանք լուրջ բաներ են, որ մենք պետք է անցնենք այս ճանապարհը։ Եվ ես համոզված եմ, 30 պտուղ 60 չի, 60-ը 100 չի։ Ինչա գրած 30, ինչա գրած 60, ինչա գրած 100։ 30-ը ուղիղ սրտով ասում պաշտոն։ 60-ը ամբողջ սրտով, 100-ը կատարյալ սրտով, կատարյալը որն է, ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ զորությամբ, ամբողջ էությամբ ասում պաշտես։ Հիմա եթե մենք 30 պտուղ ենք տվել, պետք է ձգտենք 60-ի, եթե 60 պտուղ ենք տվել, պետք է ձգտենք 100-ի, եթե 100 պտուղ ենք տվել Պողոսի նման, մեր մարմինը պետք է ճնշենք նոմաչենք, որպեսզի մի հատ փուշ չաճի։ Մեր անձերը ամենատեն Քրիստոսի մահվան ընդունենք, որ մի հատ փուշ չաճի։ Քրիստոսի մահը ինչի մեջ էր։ Քրիստոսի մահը նրա մեջ էր, որ Հիսուս մահացավ, հաշտության պաշտոն տվեց մեզ, որպեսզի մենք դառնանք երկնային Երուսաղեմի դեսպանները երկրի վրա։ Որ աղաչենք մարդկանց հաշտվեն Աստծո հետ, ոչ թե մեզ հաշտեցնեն մի կերպ, այլ հաշտություն խնդրենք Պողոս առաքյալը գրում է։ Մենք աղաչում ենք Քրիստոսի կողմանը, որպես դեսպանություն կենենք, հաշտվեցեք Աստծո հետ։ Երկրորդը, մեր հին մարդը նրա հետ խաչված է Քրիստոսի մահավոր կրենք։ Այլևս մեղքի չենք ծառայել, մեռած ենք մեղքի համար, կենդանի ենք Աստծո համար։ Ես Քրիստոսի հետ խաչ ելա, հաջորդ կենթանի։ Այլևս ես կենթանի չեմ, իմ մեջ կենթանի է Քրիստոս, ես Աստծո որդու հավատքով եմ ապրում։ Քրիստոսի հետ խաչ ելա, եթե Քրիստոսի հետ խաչ ելա, մի հատ փուշ կմնա տեղ։ Տեսնում եք, Պողոս առաքյալը այնպես ապրում, որ մի հատ փուշ ծլի, հետ չգա, արվից հետ չգա։ Հասկանում եք, նա ապրում էր այս կյանքը, վայելում էր այս կյանքը, երկնային կյանք էր վայելում, նա հասկանում էր։ Աշխարհը խաչված է, ես էլ աշխարհին։ Տեսնում եք, աշխարհը խաչված է, աշխարհ չկա, աշխարհի զբաղվում չկա։ Այսօր եթե դու աշխարհով ես զբաղվում, դու անպտուղ ես նրան։ Աշխարհը շատ զբաղմունքներ կա, մանավանդ վերջին ժամանակ ինտերնետի գաղափար է։ Մարդեր կա, այդ առավոտ իր հարևանի տուն ամբարիշտի տունը, կոֆե խմում են, գնաց զբաղվում են, աշխարհային բոլոր հարցերը լուծում են, Աստծուն մոռանում են։ Աշխարհը քո զբաղմունքն է։ Ես չեմ անում ինչով է զբաղվում, բայց եթե աշխարհի կյանքը քո զբաղմունքն է, դու հավատացյալ չես դառնա։ Դու տենց է կմնաս։ Աշխարհը չպիտի դառնա քո զբաղմունքը։
քո համար հավատքը դառնա կյանք։ Սատանան նույնիսկ կարողանում է մարդկանց համոզել հավատքը դարձնել զբաղվում։ Գնանք մեկ քիչ աղոթենք զբաղվենք եւ մոլորացնում է ժողովրդին այդ հակառակորդ կիրծը։ Աստված ուզում է որ մենք սիրելիներ հավատքը սովորենք բարաթողով։ Եթե բարաթ հող չկա մեր մեջ, մենք հավատացյալ չենք, մենք պտուղ չունենք, ոչ 30-ն է, ոչ 60, ոչ 100։ Աստված ուզում է ինձ ու քեզ բարաթ հող պետք է ընդունես բարի շոթը և համբերության պտուղ տաս։ Պետք է համբերես, սպասես, որ պտուղ աճի։ Հարց եմ տալիս։ Ինչքան համբերեց Հովսեփը։ Տեսնենք այս մարդի համբերությունը ինչով վախճանվա։ Տեսեք ինչ ասում։ Աստված ինձի մորցուց իմ վշտերս իմ հորոստունը, քանզի սա Աստված իմ տառապանքիս երկի մեջ զիս աճեցուց։ Ինչքան համբերեց։ Հոսի մեջ ինչքան համբերեց։ Բանտի մեջ ինչքան համբերեց։ Իմ տառապանքիս երկրում Աստված զիս աճեցուց։ Չի գրած իմ ուրախության երկրում։ Եթե դու հավատքի մեջ չես տառապում, որպեսզի փշերից ազատվես, դու հաջողություն չես ունենա։ Այսօր քո աղոթքը պայքարել քո փշերի դեմ։ Դու չես տեսնում, որ փողի նկատմամբ մեջից թույլ ես։ Չես տեսնում, որ չես ատում։ Չես տեսնում, որ փողի գերի ես, չես տենում դու։ Տենում ես, լավ տենում ես, դու տենում չես անում։ Չես էլ խոստովանում, չես էլ զղջում, չես էլ լացում, չես տենում, որ փողը քեզ գերել է։ Փողի համար ինչքան ես կռիվ արել, նա նայ։ Ինչքան ես շահի համար կռիվ արել։ Այդ բոլորը գալիս է ցանկությունից։ Էդի ուրացի, էդի քեզ պետք չի, քեզ պետք է Քրիստոս ես կյանքում։ Կյանքը նա է, իր խոսքն է, գրի քո սրտի տախտակի վրա։ Եվ նա կապրի քո մեջ այդ խոսքը, կթագավորի քո մեջ, եւ նա քեզ կազատի բոլոր կուրքերից, բոլոր պտղություններից։ Տիրոջ խոսքը, զորավոր խոսքը, Տիրոջ խոսքը, կենդանի խոսքը, երկսարի սրի պես կտրում անցնում արդյոք աշխարհը։ Կրակի պես վառում ամեն ինչ։ Միակ փշի կտոր չի թողում, նոր սիրտ ասարկում քո մեջ։ Նա ունի զորություն անելու սա քո մեջ։ Եթե դու համաձայնես, Հիսուս ասում է, դուք չեք ուզում ինձի կարևոր կյանք ունենալ։ Չեք ուզում։ Մարդ եթե ուզում է, եթե ուզում է իր սետևից եթալ, նա գիտի, Հիսուս կենդանի է, նա գիտի, Հիսուս շուտով գալու է, նա գիտի, Հիսուս իր փառքին հայտնելու է։ Հովհաննես Սարաքյանը, տեսեք ինչքան զորավոր հավատք ուներ, հավատք աճել էր։ Մարդիկ իրանց հավատքը կառուցել են Աստծո խոսքի վրա, որպեսզի չշեղվեն երբեք։ Իրանց զգացմունքների վրա չեն կառուցել, իրանց հասկացողության չեն, տեսիլքի երազի վրա չեն կառուցել, հայտնությունների վրա չեն կառուցել, կառուցել են Աստծո խոսքի վրա։ Զորավոր Աստծո խոսքը։ Դեզեք կառավարող խոսք կան, դեզեք ստեղծող խոսք կան, Աստծո խոսքը Աստծո պես զորավոր է, փառավորվի նրա անունով։ Դրա համար պետք է Աստծո խոսքին տեղ տալ մեր հոգու աշխարհը։ Մեզի բժշկողը Աստծո խոսքն է, նայեք մեր հավատքը, հին որ դու նստած տեղ լսում ես սիրելիս, նստած տեղ լսում ես, քեզ բժշկողը Աստծո խոսքն է։ Իր խոսքը կղրկե, կբժշկես անում։ Ես խոսքը լսում ես իմը։ Սրտած հավատա, ընդունի կբժշկես, կդառնաս բարաթող։ Եվ կազատես զանոնքին ես կործանում է։ Իր խոսքը խրկում է հիմա, ընդունի իր հավատքով, կբժշկվի քո հավատքը, կբժշկվի քո հավատքը, և դու կազատվես մեղքից, կազատվես գերությունից։ Տերը ուզում է, մենք մեռնենք մեղքի համար, ոչ թե մեղքի զգացմունք ունենք, փշերի զգացմունք ունենք, այլ մեռնենք
ցանկությունների համար, մեռնենք հարստության համար, մեռնենք հոգսերի համար, մեռնենք աշխարհի զբաղմունքի համար, ապրենք միայն Աստծո համար։ Փառավորվի նրա անունը, փառավորվի նրա անունը, օրհնյալ է նա իր խոսքի հետևում է, իր խոսքը կղրկի, կբժշկի զանոն։ Տերը ուզում է, որ մեզ սովորացնի իր ճշմարտությունը սիրելիներ։ Եթե որևէ մեկը չի ուզում, մի հատ հարց տամ ձեզ, ով արցունքով ցանել ցնծությամբ չի ձեր։ Կա մի մարդ, ես 20 տարի արցունք եմ թափել ծնողների համար, 20 տարի։ Աստված գիտի ինչքան եմ ճաշի մեջ արցունք թափել, դա Տերն է տեսել դիմանք։ Եվ 20 տարուց հետո իմ ծնողներ ապաշխարեցի։ Մեր քուրերից մեկը տեսիք էր տեսել։ Ասես տեսա, ես շատ էի ծոմ պահում լացում ու ողբում։ Տեսա վիշապ օձ ահռելի, կմախ էր դարել, հաշիվ ոս և դուրս եկավ ձեր տնից։ Եվ Տերը փառավորվա։ 38 տարեկան հասարակում Սուրբ Հոգով մկրտված ճամբարում։ Նրանց առաջ ջրով մկրտվել էր։ Արցուն թափիր։ Քո համար, մայրեր։ Մեր մայրերը լացել գիտեն, գիտեք երբ, մի մայր սենց է ասում։ 10 երեխա ուներ, մեկը երիտասարդ մահացել էր։ Դառը լացում էր ասում էր, ախ բալաջան, երանի մի օր սենց ողբացած լինեի քո փրկության համար, բայց հիմա գոռում եմ, ողբում եմ, լացում եմ, օգուտ չկա։ Մեր մայրերը, հայոց ազգի մայրերը լավ լացել գիտեն, երբ որ դժբախտությունը վերջացել։ Մի մայր, մի որդի ուներ։ Մոսկվայում էր աշխատում այդ որդին, թե ինչքան փող էր գրում, ինչ էր անում, չեմ անում, վերջը լավ էր զգում իր մայրը։ Բայց մի օր լուր եկավ, թե դիակն են բերում Ցինկվի դագարը։ Ես այդ թաղման մասնակցել եմ։ Ցինկվի դագարը տարանք գերեզման, ժողովուրդը լեփրեցին, ապետի Ցինկվի դագարից հանենք տնենք սովորական դագար։ Երբ որ բացինք, տեսանք աչքերը հանած, դուսի վրա դրած, մայրը գժվում էր, կաց ինչ օգուտ։ Երանի չեր, լացենք, երբ որ ողջ են։ Լացենք նրանց համար, որ դժող չկնան։ Մեղք ենք մենք, մեր երեխաները։ Մենք դժող, հավինցյան դժող, վերադարձ չկան դեղից։ Շատերը չեն հավատում դժողքի գոյության, բայց հավատացող մարդի աչքերից արցունք հատապում, իր երեխաների մար, իր հարազատների մար, իր բարեկամների մար, իր հարևանների մար, իր ազգի համար, նա լացում է, նա սուկ անում, որ նրա այսօր հավատացյալը դի սուկ անի երկրի դժբախտության համար, պատերազմներում էր սուկ անում, հավատացյալներ էին ողբում, ով էր ծոմ պահում, հավատացյալներ էին ծոմ պահում, ով էր ողբում, հավատացյալներ էին ողբում, Տերը լսեց մեր աղեսակ, փառավորվի նրա անունը, սիրելի մայրեր, արցունք թափեք, այդ արցունքը, մի մտածեք հենց նրանց արցունքները, այդ արցունքները, տեսեք ուրա դնում Աստված, ուրա դնում, ինչի մեջ է դնում, և նա արցունքները քո տիկի մեջ դիր, տիկը, գիտեք ինչ է, տիկը ինես բանա, որ լծվելու հատկություն ունի, արցուն թափ ինչ է տիկը լծվի, տիկը լծվա որքնություն եք թափի ուրից, արցուն թափեք, դրման գրացա, ցնցուց, արցունքով ցանեք, ցնցության կնձեք, այո, փառավորվի նրա անունը, նա ուզում է մեր արցունքները, սրտի խորքից, մարգարեն ասում է, գլուխից չուրըրվի, արցունքներ թափեմ, իմ ազգի հոգիների համար, Տերը ուզում է, ցանկանում է մենք
դառնանք պարաթող արցուն թափել գիտի, մնացած փշերը արցուն չեն թափում, փշերը իրաց դարձուցավերև են ապրում, բայց պարաթողը արցուն թափել գիտի ազգի համար, իր ընտանիքի համար, մի մայր 17 տարի արցունք էր թափում իր տղայի համար, 17 տարի ապաշխարեց մեր քարոզիչներից մեկը դառավ, մի ուրիշի մայր 22 տարի արցունք էր թափել տղայի համար, մի օր գիշերը խմած հարբած գալիս եմ որը ծեծում մեր արցուն, մեր աշկերի բան չի ասում, ի վերջը տղեն ապաշխարում 22 տարի հետո, առաջի անգամ քարոզանումից, մայրը նստած է վերջում, ավելի ուժեղ հեկեկալով լացում է, տղան չի կանում քարոզի, կնում ասում այ մամա, իպի հավատացյալ եմ խես լացում իմ մամա, բալաջան լացում եմ, որ հետ չետաս, չկորես, դերը պահիկ ես, դերը ժարերը պարավորվի, և պարեր կուներ, մեկ պրորս մարդ է, պարատ հող սրտերն են ծավում ազգի համար, ընտանիքի համար, այո, պարատ հող, որ պարատ հող չի, նա չի կարած ծավա, նրա մեջ աստված չի ապրում, նա աներսը պարատ հող չի, նա աստծուն չի պատկանում այդ սիրտը, այդ սիրտը աստծու, հոգում գրված սիրտ չի, դրա համար նա չի կարող փառավորել, նա չի կարող հոգևոր ապրումներ ունենալ, նա չի կարող նշվել, մենք ինչքան մայրեր քույրեր ունենք, որբևարներ են, որոնք արցունքով ծառում են, ես խորը համոզված եմ, եկեղեցին այսքան տարի, տեսեք, եսի մարմինը, որ կանգնած են, իմ ոտքերի վրա են կանգնած, ոտքերիս կաշին երբեք ոչ ես եմ տեսել, ոչ է ուրել մարդ է դել, տագի կաշին, դա էլ անդամ, այո եկեղեցում կան չերևցած քույր եղբայրներ, որոնք չեն երևում, բայց արցուն ունեն Աստծու առաջ, այդ արցուններն ա քայլեցնում եկեղեցում, այդ ողբերն ա քայլում եկեղեցում, դեր օրհնետ քրիների, շատանան դրան, որպեսզի եկեղեցին խորը զորանա, այս պատմություն կա, պատմեմ, որ հովը տեսնա պսակ ա իշնում, իր ունա թիրա վրա պտ իշնի, մեկ էլ իշնում է այդ պարավ տատիկի վրա, որտեղ պարավ տատիկ, հիշեր ծերեք արցուն գա թափում, և տեսեք մի կին, որը 80 քանի տարեկան էր, տարիքով մեծ էր, անհամ, որի մասին գիտեք, լսել եք, և տեսնում ենք անհամ, մարգարեի և պանելու աղջիկ ասելի ծեղեն, ասկերորը շատ անցուցած էր, և որպեղ գրեթե 84 տարվան, տաճարից չեր զատվի, ապա ծոմով, աղոտքով, աստծուն ծառայություն կեներ։ Ծոմով աղոտքով, չի գրում, ծոմով աղոտքով արող մարդը բարեգործ էր գրում։ Նրա սիրտը ինչքան էր ցավում ազգի համար, ինչքան ապրում էր, նա պատվավոր մարդի աղջիկ չէր։ Սիմոն Ծերունին պատվավոր մարդ չէր, բայց Աստված խոսեց այդ մարդի հետ։ Աղաչում եմ ձեզ, Հիսուսի զավակներ, այնպես արեք, պարաթող եք, և պիտանի կլեք ձեզ, ձեր ընտանիքին և ազգին, Տեր օրհնի մեզ, լինենք պարաթող, փշերից զզվենք, փշերը կյանք չի, փշերից ինչքան հեռու մնանք, այնքան Աստծուն մոտիկ կլինենք, կանգնենք ոտքի